Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրախ ենք տեսնել ձեզ մեր ալիքում։ Այսօրվա մեր խոսում է Երևանը հաղորդման հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից, ադրբեջանագետ, իրավաբան եւ Հայաստանում առաջին ու միակ ադրբեջաներենի ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Արամ Փոլադյանը։ Արամ ջան, շատ ուրախ ենք տեսնել ձեզ մեր տաղավարում եւ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք մեզ հետ մի փոքր զրուցելու համար։ Ես եմ շնորհակալ Սոնա ջան, լավերի համար նմանապես։ Նախ սկսենք նրանից, որ ես գիտեմ, որ դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք եղել, մի փոքր կկիսվեք նրա մասին, թե ինչպես պատերազմի հետևանքները ազդեցին ձեր մտածելակերպի, ձեր առաջնահերթությունների վրա։ Ռազմական գործողություններին առնչություն ունենալը, կարծում եմ, այդքան մեծ նշանակություն չունի տվյալ պարագայում, որովհետև ըստ իս ցանկացած հայ, որ վերապրել է, գոնե թե իր հոգում կատարվածը, չի կարող չսկսել այլ կերպ եւ այլ դիտանկյունից նայել մի շարք իրողությունների եւ չսկսել այլ կերպ վերլուծել տեղի ունեցող մի շարք իրադարձություններ, չփոխել վերաբերմունքը մի շարք երևույթների նկատմամբ։ Սա անհերքելի է ինձ համար։ Պատերազմից հետո եւ պատերազմից առաջ ընկած ժամանակահատվածները վստահորեն կարող եմ ասել, որ ինձ համար տարանջատված են եւ այն կյանքը, որ ունեցել եմ մինչեւ պատերազմը 44-օրյա եւ դրանից հետո իրապես չափազանց տարբերվում է միմյանցից։ Ծայրահեղ կարևորություն ունի այն հանգամանքը, որ ընկերների, հարազատների կորուստը եւ հանունի գաղափարը, թե իրականում ինչ վսեմ արժեքի համար, վեհագույն արժեքի համար մարտիրոսվում են մարդիկ, տղաները, տղամարդիկ։ Սա ծայրաստիճան կարևոր հանգամանք է, որովհետեւ ցավը, որ ապրում ենք յուրաքանչյուրս հարազատին կորցնելիս, անիրական է եւ իրականում չսպիացող։ Հիմա եմ հասկանում, որ այո, չսպիացող։ Բայց զուգահեռաբար, երբ գալիս է արդեն գիտակցությունը, այլ ոչ թե ենթագիտակցությունը եւ մանրամասն սկսում ես մտածել նրա մասին, թե որն է հանունը, իսկ հանունը ամենաթանկն է, ինչ մենք ունենք մեր կյանքում։ Ու այո, պիտի շեշտել, որ այս պայքարը ավարտ չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ այդ արժեքի անունն է Հայաստան, հայրենիք եւ միանշանակ այն անարդարությունը, որ կա այսօր տարածաշրջանում, չի կարող մնայուն լինել։ Սա եւս անհերքելի է ինձ համար, բայց անկյունակարային կարևորություն ունի ըստ իս այն հանգամանքը, որ հիմա առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է իրական գործ եւ հասարակության տարբեր խավերի կողմից իրականացվող գործողությունների համախումբ, որը կտա ռեալ առարկայական արդյունք հողի վրա։ Հենց հիմա է, որ պիտի բոլորը գործեն, հենց հիմա է, որ բոլորը ինչ որ տեղերում, չեմ ասում միշտ, դա գուցե անհնար է, բայց ինչ որ տեղերում պիտի ստորադասեն այո անձնական շահերը։ Պիտի ստորադասեն, որովհետև հիմա է հենց այն ժամանակափուլը, որ գուցե թե ունենք մի փոքր ժամանակ պատրաստվելու եւ պատրաստ լինելու դիմագրավել այն բոլոր հսկայական մարտահրավերներին, որոնց առնչվելու ենք։ Իսկ ինչու հենց ադրբեջանագիտություն, իրավաբանություն, ընդհանրապես ինչպես ծագեց այդ գաղափարը, որ Հայաստանում պետք է ուսումնասիրվի, ուսուցանվի ադրբեջաներենը, եւ արդյոք բախվել եք որևէ դժվարությունների կամ քննադատությանը սկզբում։ Քննադատության չի ասի, գուցե միայն ադրբեջանական կողմից,
չափազանց դրական էին արձագանքները առնվազն հասարակության այն հատվածի կողմից, որը քաջապես գիտակցում է թշնամու լեզվի ուսումնասիրության ինստիտուցիոնալ կառույցի գոյությունը եւ շարունակական աշխատանքը։ Զուգահեռաբար իհարկե ադրբեջանական կողմից մի շարք բացասական երևույթներ եւ բացասական վերաբերմունք նկատվել է, ինչը լիովին նորմալ եմ համարում, որովհետեւ ցավալիորեն այդ տասնամյակների ընթացքում թշնամի պետության պետական լեզվի ուսումնասիրության առնվազն մասնավոր ոլորտում մասնագիտացված կենտրոն չի եղել եւ այո, մենք որոշակիորեն նաև մեր մաշկի վրա զգացել ենք, թե ինչ է նշանակում սակավությունը ադրբեջաներենի, լավ մասնագետների սակավությունը ինչ է նշանակում, եւ զուգահեռաբար պիտի շեշտել, որ հնարավոր չէ տրամաբանական շղթայի որևէ հանգույց, որտեղ պատկերացնել հնարավոր չէ նմանօրինակ հանգույց, որտեղ առանց թշնամուն խորապես, արմատապես ճանաչելու եւ վերջինիս լեզվին իրապես լավ տիրապետելու պատկերացնել հաջողություն մարտի դաշտում, պատկերացնել հաջողություն երկարատև պայքարի տեսանկյունից։ Սա անհնար է, բնականաբար մեծագույն դժվարությունների, խոչընդոտների, ամբարտակների հանդիպեցինք այս տարիների ընթացքում արդեն 5-րդ տարին է պատտվում, որ ALC կենտրոնը գործում է եւ պատվով կատարում է իր առաքելությունը հանուն Հայաստանի, հանուն հայի եւ ամենակարևորը տվյալ պարագայում պիտի շեշտեմ։ Նորից անդրադառնանք հենց դրան գործին 4 տարի եւ ավել առաջ, երբ մենք հայտարարեցինք ու հաստատակամորեն պնդեցինք, որ գնալու ենք մեր երկրի անվտանգության մակարդակի առնվազն մի ուղղությամբ բարձրացման ճանապարհով եւ մեր նպաստն ենք ունենալու այդ գործում, մեր ներդրումն ենք ունենալու, դա արել ենք եւ անում ենք, բայց իրական աշխատանքով, նվիրված աշխատանքով, այն թիմով, որի անդամները ոչ թե ինչ որ մանիպուլյացիաներ անելով, ոչ թե պորոտախոսությամբ զբաղվելով, այլ ռեալ գիտակցում են ինչի համար է սա արվում, ուր ենք գնում եւ այս գործի անկյունակարային ծայրաստիճան մեծ կարևորությունը։ Ինչ վերաբերում է իրավաբանությանը, ապա դեռևս փոքր հասակից միշտ պայքարել եմ արդարության համար։ Սա ինձ համար կյանքի սկզբունք է եւ ինձ ճանաչողները թեկուզ եւ գուցե հասարակության այն հատվածը, որ չի ճանաչում ուղակի հերակագիտի, առնվազն նրանք էլ գուցե գլխի ընկնեն, որ ինձ համար հիրավի ազնվությունը եւ անկեղծությունը կյանքի սկզբունքներ են եւ կարմիր գծեր են, որոնք հատելը անթույլատրելի է եւ հղի հետևանքներով։ Ու սա ուզում եմ, որ ովքեր էլ որ չգիտեն իմանան։ Շատերի համար անշուշտ գուցե թվա անիրական, հա, ինչպես հնարավոր է միշտ եւ ամենտեղ պահել այդ սկզբունքները։ Հնարավոր է եւ հենց այդ սկզբունքների պահպանությունն է, որ շատ հաճախ հանգեցնում է հաջողության, բայց զուգահեռաբար անասելի կարևոր հանգամանք է հետեւյալը. իրապես նվիրված լինել այն գործին, որը իրականացնում ես, արդար լինել ինքդ քո դիմացինի եւ Աստծուց առջև։ Ու չնայած դեռևս առնվազն ոչ մեծ տարիքից, բայց ինչքան որ ապրել ենք եւ խոսքը մեր ամբողջ թիմի մասին է,
իմ ընտանիքի, մեր թիմի, ինչքան որ ապրել ենք եւ շարունակում ենք ապրել, այդ սկզբունքները միանշանակ ուղենիշն են մեր կյանքի եւ ամենամեծ իրադարձությունները, որոնք տեղի պիտի ունենան մեր կյանքում, որոնք առնչություն են ունենալու առաջին հերթին Հայաստանի եւ Հայաստանի զարգացման հետ, այն բոլոր ներդրումները, որոնք մենք մեր ուժերի ներածին չափով եւ դրանցից ավելին պիտի անենք Հայաստանի համար, այդ բոլորի իրականացման ճանապարհին նորից եմ շեշտում, այս սկզբունքները պետք է լինեն։ Շատերը կարծում են, որ թշնամու լեզվի իմացությունը նրա ընկալման բանալին է, սակայն այս դեպքում սա ավելի շուտ անվտանգության գործիք է, չէ՞։ Որքանով է ձեր կարծիքով հարևանի լեզվի իմացությունը կարևոր քաղաքական եւ սոցիալական գործընթացները ճիշտ հասկանալու համար։ Եվ ամենասկզբում դուք շեշտեցիք, որ այսօրվա դրության մեջ մենք պետք է գործել։ Ինչ նկատի ունեիք դա ասելով։ Ես շատ ուզում եմ, որ մեր կյանքի օրոք կարողանանք ինչ որ մի օր զրուցել եւ տեսնել հետեւյալ պատկերը, բայց դա լինելու է եւ դրան հասնելու ենք բոլորս միասին։ Մենք չունենք այլ ընտրանք, սրանում է խնդիրը։ Մեզ չեն թողել այլ ընտրանք։ Կկոչենք հարևան թշնամի պետությանը, բայց այդ ժամանակ հաստատված կլինի իրական արդարություն, տարածաշրջանային արդարություն։ Այդ թվում, այո, տարածքային տեսանկյունից։ Վերադարձի իրավունքը ապահովված կլինի Արցախահայության։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կլինի վերականգնված։ Ադրբեջանական Հանրապետության վարչախումբը պատասխանատվություն կրած կլինի կամ կրելիս կլինի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ապացուցված հանցագործությունների համար։ Շարունակական։ Եվ ինչ վերաբերում է լեզվի ուսուցանմանը, մենք աշխատում ենք խիստ թիրախային, աշխատում ենք այն խմբերի հետ, որոնք անհրաժեշտ է, որ լիապես եւ բարձր մակարդակի տիրապետեն թշնամու լեզվին, զուգահեռաբար Իհարկե կենտրոն դիմել կարող է ցանկացած անձ 14 տարեկանից բարձր տարիքային շեմում գտնվող, բայց զուգահեռաբար ունենք ֆիլտրացիայի ունկնդիրների հավանական ունկնդիրների ֆիլտրացիայի մեխանիզմներ, որն իրականացում է հարցազրույցների փուլերի միջոցով, բոլորը կարող են դիմել, մենք այդ կապված խնդիր չունենք, բայց ընդունողների ցանկը խիստ սահմանափակ է միջին, որովհետև չափանիշները բավականին խիստ են դրված։ Զուգահեռաբար ինչ վերաբերում է կենտրոնի գործունեությանը, պիտի ջանալ, եւ այդպես էլ անում ենք կենտրոնի գործունեության ընդլայնման համար եւ մեր առաքելությամբ սահմանված նպատակներին հնարավորության սահմաններում ավելի արագ հասնելու համար բնականաբար այդ ճանապարհին անբեկանելի կարևորություն մեծագույն կարևորություն ունեն գործընկերները, որոնք գիտակցելով տվյալ աշխատանքի եւ տվյալ առաքելության պետության հասարակության ապագայի համար մեծագույն կարևորության փաստը աջակցում են, որոնց շարքում օրինակ կարող եմ առանձնացնել մեր գլխավոր գործընկերներից Soft Papyrus ընկերությանը, որը արդեն տևական ժամանակ է աջակցություն է ցուցաբերում կենտրոնին եւ մի շարք այլ գործընկերների, որոնց հետ համագործակցել ենք ժամանակին, համագործակցում ենք կամ կհամագործակցենք, դա իրապես կարևոր է, որովհետեւ երբ խոսում էի կառույցների մասին, որոնք ցավալիորեն մեծագույն ցավը, իրապես մեծագույն ցավը ասում, բայց զբաղվել են
ինչ որ անհասկանալի գործընթացներով եւ հոդս ցնդեցրել ազնիվ մարդկանց կողմից նվիրաբերված դրամական միջոցներ, սա աներելի է առնվազն նրանից հետո, երբ մարդը տեսնում է եռաբլուրը հիմա։ Դա աներելի է առհասարակ եւ առավել եւս այն բaragայում, երբ խոսում ես հայրենասիրության մասին, որովհետեւ դա վեհագույն գաղափար է, որին հասնել է պետք։ Ես անգամ ինքս չեմ համարի, որ ես դեռևս այդ վսեմագույն ամենաբարձր կոչմանը արժանացել եմ։ Դրա համար պետք է հսկայական ճանապարհ անցնել ու ապացուցել այդպիսին լինելու հանգամանքը տասնամյակներով եւ դրան հավատարմությունը, անսասան հավատարմությունը։ Խոսքը դրա համար եմ ասում, ամենևին նույնիսկ հայրենասիրության մասին էլ չէ, այլ ուղղակի մարդկային վերաբերմունքի եւ մարդկային զգացմունքների ես հասկանալ չեմ կարող ուղղակի, թե նորից եմ ասում առնվազն երաբլուրում մեկ անգամ եղած մարդը 44 օրից հետո ջերմուկի դեպքերից հետո 22-ի ինչպես կարող գնալ այդ քայլին, բայց սա երբ խոսում էի համագործակցությունների մասին, բնականաբար այդ մարդկանց համար ամենակարևոր երևի նա է, որ գիտեն, որ ինչպիսի աջակցություն էլ ցուցաբերվի, դա միանշանակ տեղ է հասնելու, սա երևի ամենակարևորն է եւ հողի վրա արդյունք է բերելու։ Սա այս մասով երևի այսքանը։ Իսկ ինչ չափանիշների մասին է խոսքը եւ ընդհանրապես այսօր Հայաստանում ով է հիմնականում ուսումնասիրում ադրբեջաներենը, ուսանողները, հետազոտողները, պետական ծառայողները եւ ինչպես է կազմակերպվում ադրբեջաներենի ուսուցման process-ը ձեր կենտրոնում։ Ուսանողների բնականաբար թվականակի եւ ինչ խմբին պատկանելու մասին չխոսելու պարագայում, հասկանալի պատճառով չխոսելու պարագայում կարող եմ ասել միայն հետեւյալը, որ շեշտեցի թեև խոսքիս ընթացքում էլ, որ յուրաքանչյուր մարդ կարող է դիմել ցանկության պարագայում եւ հարցազրույցների փուլերը հաղթահարելու պարագայում կընդունվի կենտրոն որպես ունկնդիր։ Կարևոր եմ համարում նաեւ ընդգծել այն հանգամանքը Սոնա ջան, որ դուք նշեցիք, թե ինչպես են կազմակերպվում դասընթացները եւ ովքեր կարող են սովորել այդ հարցի շրջանակներում, կարող եմ համարում ասել ձեզ հետեւյալը, որ ուսանողների համար այն երկարատև աշխատանքը, որ իրականացվել է իրենց ուսումնական process-ը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար, շատ ընդգրկուն ու համապարփակ է եղել եւ 4 տարի առաջ դեռևս նախ անընդհատ կատարելագործում են անցնում եւ դասախոսները եւ ուսումնական process-ի հիմնասյուն հանդիսացող մեթոդաբանությունը, կրթական թեկուզ եւ մեթոդաբանությունը, դասավանդման մեթոդաբանությունը անընդհատ կատարելագործման է ենթարկվում, անընդհատ փորձում ենք շտկումներ մտցնել, ինչ որ նորություններով համալրել, սա եւս կարևոր հանգամանք ենք համարում միջազգային հեղինակավոր լեզվաբանական ինստիտուտների փորձի հիման վրա է կառուցված ամբողջ դասավանդման գրթական քաղաքականությունը, մեթոդաբանությունը ոչինչ պատահական ընտրված չէ, եւ Հայաստանում իհարկե լավագույն մասնագետներն են դասավանդում։ Ինչու եմ ասում ոչինչ պատահական ընտրված չէ, որովհետեւ հաճախ ուսանողները հարցնում են, օրինակ, չգիտեմ, ինչու է տևում համարենք 8 ամիս, հա, ինչու մեկ փուլը, հետո ունենք հաջորդ փուլը եւս 8 ամիս, կատարելագործման խմբերում արդեն, ինչու երկու անգամ շաբաթական, չգիտեմ, օրինակ, ինչու ենք անում այս վարժությունը, այն վարժությունը եւ այլն, շատ ենք, եթե կարճ ասեմ, ապա շատ ենք չարչարվել ունենալու կրթական ամենաարդյունավետ վարժությունների համախումբ եւ կրթական մի քանի մեթոդաբանությունների, այդ թվում նաեւ մի շարք պետություններից վերցված մեթոդաբանությունների համախումբ, որը ամենակիրառելին, ամենաարդյունավետը կլինի մեր կենտրոնի համար, հաշվի առնելով մի շարք սպეციფიկ ասպեկտներ։
Արամ ջան, իսկ ինչպես կգնահատեիք մեր հայկական հասարակության ներկայիս իրազեկվածության մակարդակը Ադրբեջանի եւ նրա մշակույթի մասին։ Ցավոք ցածր կենտրոն ընդունվողները հաճախ ուղղակի ունենում են առավել քան մագերեսային պատկերացումներ Ադրբեջանի մասին։ Թշնամի պետություն, նավթով հարուստ, հա, մեր դեմ բարբերաբար հարձակումներ իրականացնող եւ վերջ։ Բնականաբար սա եւս շատ ցավալի է, որ այդ մակարդակի իմացություն է արկա հասարակության մի առնվազն մի ստվար զանգվածի պարագայում, բայց ես մի շարք դեպքերում եմ ասել, այդ թվում նաեւ հանրային ձևաչափով, որ չենք նայում հետ, եթե նայենք հետ ու հիմա էլ իրականացվող տեղի ունեցող մի շարք գործողություններից իրադարձություններից հիասթափվենք ու կոտորվենք, վաղուց ի վեր պետք է ուղղակի դադարեցրած լինեինք այս ամենը, բայց ընդհակառակը ցանկացած բացասական գուցե նաև չվախենալով այդ բառից շակերտավոր ասած տհաճ իրադարձություններ, որոնք եղել են եւ որոնք տեղի են ունենում, որոնց հետ անհամաձայն ենք եղել չեմ տասնամյակներ առաջ, շատ տարիներ առաջ եւ հիմա էլ այդ իրողությունները ընդհակառակը կարողացել ենք ստեղծել միջավայր, որ մեզ ուժ տան էլ ավելի համար եւ էլ ավելի մեծ եռանդով պայքարել եւ դրա հիմքում դնելով իրական առարկայական գործը, որը պիտի իրականացվի ծայրաստիճան մեծ նվիրումով։ Իսկ ձեր ապագան ավելի շատ գիտության մեջ եք տեսնում հասարակական գործունեության, թե քաղաքականության։ Գիտության վերաբերյալ իրավաբանությունն ինքնին երկրիս վրա գոյություն ունեցող ամենահետաքրքիր գիտություններից է։ Բայց բնականաբար գիտությամբ զբաղվելու համար պետք է անկողմվես առնվազն ինչ որ մի ժամանակափուլում անկողմվես այդ ամենի մեջ, ինչը ես այս պահին չեմ անում, չափազանց շատ սիրելով իմ մասնագիտությունը եւ հնարավորինս նորից եմ ասում արագ փորձելով զարգացում ապահովել ինքս ինձ համար այդ ոլորտում, բայց զուգահեռաբար այս պահին առնվազն գիտության մեջ խորանալու միտում հիմա գիտությամբ ավելի լայն զբաղվելու միտում չունեմ, երբեմն ինչ որ տարերի առնչվում եմ հասարակության, իսկ հասարակական աշխատանքն էլ հարային գործունեությամբ զուգորդվող կարծում եմ, որ վաղուց ի վեր սկսել եմ, իսկ մնացած ընթացքը պիտի հիմնվի առ ամբողջ այն գործունեությունը, որը հետագայում պիտի իրականացվի, պիտի հիմնվի այս տարիների կատարած աշխատանքի արդյունքի եւ ապագայում իրականացվելիք մեծ աշխատանքների հիման վրա եւ գուցե չեմ ուզենա որ շաբլոն շատ հնչի, բայց կյանքը ցույց կտա, հա, իրականում ռուսերեն ասված «Мы предполагаем, а Бог располагает» արտահայտությանը շատ կողմ եմ, կիսում եմ այդ ասացվածքի իմաստը, իսկապես ես էլ եմ գտնում, որ այդպես է, բայց զուգահեռաբար իհարկե մեծագույն հավատով եմ վերաբերվում այն ամենին, ինչ ես անում եմ եւ առավել քան վստահ, որ կարողանալու ենք եւ այո, նորից եմ ասում այն անկյոնակարային սկզբունքները պահելով, դրանց անդավաճան մնալով, այո, կարողանալու ենք կառուցել մեր եթե չասեմ երազանքների երկիրը, դա գուցե անիրական է, որովհետեւ պետք է ռեալ հա նայել, այսինքն ինչ կարող ենք անել, առնվազն ամեն հնարավոր ու անհնար բան անելու ենք եւ այո կհասնենք հաջողության, առնվազն արդարություն ապահովելու եւ մեծ վարկանիշով եւ հնարավորինս ուժեղ պետություն ունենալու համար հետագա գործունեության վերաբերյալ կարծում եմ ինձ ճանաչող մարդիկ նաեւ ուղղակի այն անձինք, որոնք հերական են ճանաչում հետևում գործունեությանը, իրենք կարող են պատկերացում
կազմել գերնպատակը հստակ է եւ այդ գերնպատակին այո պիտի հասնենք, իսկ դրա համար առարկայապես իրականացնում եւ իրականացնելու ենք ամեն ինչ։ Կենտրոնի զարգացման համար նոր ծրագրեր նախատեսում եք։ Անշուշտ նախատեսում ենք, բայց առաջին հերթին ես ասացի սարսափելի երևույթ է մեծամտությունը եւ եթե ինչ-որ մի պահի հասնում ես ինչ-որ մի մակարդակի հաջողության, առարկայապես արտացոլվող հաջողության, գայթակղությունները բնականաբար շատ են լինում, այդ գայթակղություններից թիվ 1-ը այն միտքն է, որ ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ, բայց այդ միտքը պետք է խեղդել շատ արագ, առնվազն նորից ասեմ, մեր սկզբունքների շարքում դա էլ կա։ Դա այն գիտակցությունն է, որ դե հիմա կարող ենք հանգիստ, ճակերտավոր ասած լինել, հասել ենք սրան եւ այլն։ Առաջին հերթին մենք ես ինքս եւ մենք մեր թիմը, բայց առաջին հերթին ես տվյալ դեպքում խոսում հենց իմ անելիքների մասին, ես առաջին հերթին իմ արագ զարգացման վրա եմ աշխատում այդ ուղղությամբ վերջերս ընկերներիս հետ այդ թեմայով զրուցում եւ ասում էին թե մի ուսումնական process-ն է անընդհատ շարունակվում իմ պարագայում իրավաբանության ուղղությամբ եւ հարցերը հետեւյալն էին թե ինչպես չես սպառվում, հա երբ կա բարձր նպատակ, սպառվել չկա, զուգահեռաբար հոգնածությունը իհարկե շատ բացասական երևույթ է։ Ուղղակի կարևոր է շատ տվյալ դեպքում իմ կողմից նշելը, որ երբ խոսքը նոր ծրագրերի մասին է, անշուշտ ունենք նպատակներ, ունենք մտքեր, բայց առաջին հերթին հենց աշխատում ենք մեր զարգացման վրա, որովհետև պրոֆեսիոնալիզմը եւ անդադար զարգացման ապահովումը հենց սեփական անձի համար, բայց իրական զարգացումը, հա, ոչ թե չի ինչ-որ 1-2 օրյա տրեյնինգ, ինչ-որ միտեղ վերադառնալ եւ գոռալ գոչել, որ հզոր գործ ենք արել, սա չափազանց կարեւոր է եւ դրա ուղղությամբ հիմա մեծ ջանքեր ենք գործադրում, որովհետեւ համարում ենք ծայրաստիճան կարեւոր հետագայի համար, իսկ ծրագրերն էլ հերթով կգան։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, վերջին հարցս կլինի այսպիսին. Եթե հնարավորություն ունենայիք ուղղակիորեն դիմելու ադրբեջանցի երիտասարդությանը, ինչ կասեիք նրանց։ Մի թույլ տվեք, որ ձեզ ենթարկեն գիտական տերորի, պայքարեք ձեր իրավունքների պաշտպանության համար։ Այսօր ձեր երկրում մարդու իրավունքները ոչ թե ոտնահարվում են, այլ ուղղակի հոդս են ցնդեցվում ձեր իշխանությունների կողմից եւ համերաշխ եղեք հայ հասարակության արդարությունը վերականգնելու հարցում, որովհետեւ դա առաջին հերթին բխում է ձեր շահերից, եթե սկսեն չենթարկել ձեզ գիտական տերորի, վստահ եմ ինքներդ առնվազն տարիներ անց կգիտակցեք, որ տարածաշրջանային արդարությունը առնվազն խարխլված է, եթե ոչ իսպառ վերացած, եւ առանց դրա վերականգնման հնարավոր չէ կողք կողքի ապրել։ Արամ ջան, շատ շնորհակալ ենք ձեզ այս բովանդակալից ու հետաքրքիր զրույցի համար։ Ձեր գործերին լիքը հաջողություններ ենք մաղթում եւ հույս ունենք, որ այն ամենը, ինչի մասին մենք այսօր խոսեցինք, այդ սկզբունքները մի օր անպայման կկիրառվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։